ասենք կգա այն օրը, որ ես ընդհանրապես չեմ ուտի, все равно ես ուզում եմ, ասենք ես մարդկային շփում ես ամեն ինչը, ես չեմ ուզում առանձնանամ, որովհետև ինձ դուր է գալի։ Սոմապահության ժամանակ շատ ավելի հեշտ եմ ես մարզանքներ անում, քան թե կերած ժամանակ։ Մարդկանց թվում է, թե սոված ժամանակ, ասենք ուժասպառ վիճակա մոտներս չէ, բայց ես այնքան ավելի շատ էներգիա եմ ունենում, Մաքսիմալ 5 ժամ ես քնում, դա մաքսիմում երեկոն, բայց այդ 5 ժամը այնքան խորը, այնքան լավ ես քնում, որ քեզ թվում է մի 20 ժամ քնել ես։ որ եթե կարողանում ես գոնե մի րոպե արտաշնչես ու առանց ոնց որ թթվածնի պահես, անոթներ ինքը բացատրեց, որ անոթները տա լայնանում ու երբեք ասենք տրոմբ, չգիտեմ, ինսուլտ, հա, այդպես բաներ երբեք ես կարող ունենաս։ Այդ շնչառական վարժությունները շատ ահավոր կարևոր են, հա, շատ։ Իրանք այնքան հեշտ են, որ մեր տրամաբանության մեջ ոնց որ չի կարողանում տեղավորվել, որ այդքան կարա ինքը օգուտ տա, հա, Մերիջան մեզ, բայց ընդամենը մենակ ամեն օր սովորություն սարքելով այդ շնչառական վարժություններով, եթե ձեր օրը սկսեք, թե առողջության առումով, թե պրոդակտիվության առումով, թե ասենք այդ ստրեսի մակարդակները մինիմալ պահելու առումով, հա, ավելի կյանքով լցվելու առումով, շատ մեծ տարբերություն կստանաք էլի ձեր կյանքում։ Խորհուրդ եմ տալի բոլորին, ինչքան հնարավոր է դրական մտածեք, թե ձեր մասին, թե ուրիշների, որովհետև ամեն ինչը իրականանում է շատ արագ ու ավելի արագանալու է այս մի քանի տարիների ընթացքում։ Պետք չի վախենալ, ասենք վախը, որ վատ բան է, չէ, վախը նույնպես ուսուցիչ է։ Ինքը քեզի ոնց է տրինաժորի զալ ես գնում, չէ։ Դու սովորում ես չվախենալ։ Ասենք 5-10 տարի առաջ ինչ վախեր եք ունեցել այսօրվա հետ կապված, բայց այսօր ինչքան լավ է։ Այդ վախերի գոնե 90%-ը երբեք չի իրականանում։ Բայց ամեն անգամ վախենալուց դու ասենց 100%-անոց էներգիա ես տալի, այնքան էներգիա ես տալի, ոնց որ այդ իրականում պետք է իրականանար։ Երբ որ դու վստահում ես, որ ամեն ինչ, ինչ կատարվում է, դա քո աճի, քո լավի համար է, այդ ժամանակ փոխվում է քո ենթագիտակցության մեջ ծրագրաման, դու ամեն սիտուացիայում հասկանում ես, որ դա քեզ համար դաս է։ Կիսվում եմ ու ցանկանում եմ, որ ինչքան հնարավոր է շատ մարդիկ փորձեն, թող չհիմնվեն իմ փորձի վրա, այլ ստանան իրանց անձնական փորձը ու կտեսնեն, որ ինչպես է իրանց կյանքը փոխվում դեպի լավին։ Ու ինչքան շատ մարդ բարձրացնի իր վիբրացիաները, ես այդքան ավելի ուրախանում եմ։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդքասթի հյուրն է մի շատ հետաքրքիր անձնավորություն, ինձ շատ հարազատ հոգի դարձած անձնավորություն Ֆրանսիայից, մեր Մերի Գեշյանը։ Ոդքասթը վարելու ենք հեռահար կապով, այստեղից Ֆրանսիա։ Բարև Մերի ջան, ո՞նց ես։ Բարև Նիկ ջան, լավ եմ, շնորհակալություն, դու ոնց ես։ Շատ լավ, շատ լավ։ Շնորհակալ եմ, որ մեր հրավերը ընդունեցիր։ Վստահ եմ Մեծ սիրով այսօր։ շնորհակալություն քեզ, որ հրավիրեցիր։ Այո։ Ամ, Ինչից ես ուզում սկսենք։ Դու ոնց կուզես։ Ուզեմ, օքեյ։ Ինձ օրինակ Ահա, շատ հետաքրքիր է, որտեվ դու ինքդ շատ հետաքրքիր անձնավորություն ես, քո հետ ծանոթացել եմ համարյա մի տարի առաջ։ Ես այնց ավոր շատ բաներ եմ սովորել։ Միշտ շատ հետաքրքիր է մեր զրույցները ընթանում, Էրի ջան։ Ամ, մերսի։ Կուզենամ մի քիչ քեզ մասին պատմես, հա, ինչքան ժամանակ է բնակվում ես Ֆրանսիայում, ոնց հայտնվեցիր Ֆրանսիայում ու այդպես։ Ինչով ես։ Շատ բարի, շատ բարի։ Ես 2000 թվականից ապրում եմ Ֆրանսիայում, արդեն 25 տարի որ ստեղ եմ, զբաղվում եմ, ունեցել եմ տարբեր մասնագիտություններ, շատ եմ փոխել մասնագիտություններս, ներկա պահին անում եմ ռեգրեսիվնի գիպնոզ, յոգայի դասեր եմ տալիս և կոսմետոլոգ եմ աշխատում։ Շատ հետաքրքիր է այդ ռեգրեսիվ գիպնոզի մասին մի փոքր կբացատրես, ինչ է իրանից ներկայացնում։ Ոնց։ Իհարկե, իհարկե Նիկ ջան, ռեգրեսիվ գիպնոզը ինքը, ասենք, թույլ է տալի մեզ մտնենք մեր ենթագիտակցության մեջ, բայց ոչ բոլորի մոտ է դա ստացվում, որովհետև առաջինը մարդը պետք է կարողանա կամ պատկերացում ունենա, պատկերացնի, ասենք խոսքի, եթե ես ասում եմ խնձոր, աչքերը փակ ինքը կարողանա պատկերացնի կամ էլ վիզուալիզացիա անի։ Եթե այդ երկու դեպքերը կա, որ ստացվում է, ուրեմն իր մոտ կստացվի ռեգրեսիվնի գիպնոզը։ Ու ասենք մեր ամբողջ կյանքը, ասենք ինչ որ կա, մեր ենթագիտակցությունն է կառավարում, ասենք մենք 5-6%, մաքսիմում 10% գիտակցաբար ենք ապրում, մնացածը ավտոմատ է ստացվում, ավտոմատ ենք ապրում,
Այսինքն գալով այդ բոլոր սովորությունները փոքրուց որ սովորել ենք։ Օրինակ մի դեպք ասեմ, մի հատ շատ հետաքրքիր աղջիկ կար, ինքը մոտ երկար տարիներ երեխա չէր կարողանում ունենալ ու բժիշկները իրան ասում էին անհնարին է էլի որ ունենա ու պատկերացրու մի սեանս մենք արեցինք միասին, ինքը իրան տարա մանկություն ու ինքը տեսավ, որ ասենք փոքր ժամանակ ինքը ինչ որ բան ա լսել, վախեցել ա ու իր ենթագիտակցությունը բլոկեյ ա արել, բայց իր մոտ առողջության ամեն ինչ նորմալ է, ինքը առողջ ա, ամեն ինչ լավ ա, բայց չէր կարողանում ունենալ ու այդ սեանսից մի ամիս հետո ինքը հղիացավ ու տենց էլի շատ դեպքեր կան, որ մարդիկ ասենք իրանց մոտ փոխվում է, որտեղ ամեն ինչը մեր ենթագիտակցության մեջ է։ Օրինակ, մարդիկ կան, որ ասենք ենթագիտակցության մեջ կամ բլոկաժներ, այսինքն շատերի մոտ այսօր կա այդ բլոկաժները ու ռեգրեսիվնի գիպնոզը թույլ է տալիս, որ գտնենք պատճառը, որովհետև պատճառը երբ որ գտնում ես, կարողանում ես փոխես այդ պրոգրաման։ Հետո կան մարդիկ, որոնց մոտ չի ստացվում, այսինքն եթե մարդը իր ուղեղը շատ ակտիվ է, այսինքն ամեն ինչը ուղեղն է միջամտում, այդ դեպքում նույնպես, ասենք, իր մոտ չի ստացվում ու ռեգրեսիվնի գիպնոզանող վարպետը ինքը արդեն զգում է, որովհետև ասենք իմ մոտ ոնց է, եթե ես ռեգրեսիվնի գիպնոզ եմ մեկին անում, ես տեսնում եմ այն ամենը ինքը ինչ տեսնում է ու զգում եմ այն ամենը ինքը ինչ զգում է։ Ու ասենք տեսնում եմ, երբ որ ասենք այդ իր ֆանտազիան է այնտեղ, ասենք ուղեղն է միջամտում, դա արդեն իր ֆանտազիան է։ Բայց երբ որ արդեն այնտեղ գնում ենք, մտնում ենք ենթագիտակցություն, դա արդեն իրականություն է, տարբեր է։ Ու էդի բարբետը շատ ասենք հեշտությամբ զգում ա, որ ասենք այդ մարդու մոտ չի ստացվում, ասենք շատ ա եղել, ես ասել եմ, ասենք քո ուղեղը միջամտում ա, ու միշտ խորհուրդ եմ տալի, որպեսզի մարդիկ շատ մեդիտացիա անեն, որպեսզի հանգստացնեն ուղեղը, սովորեն, որ ուղեղը, ասենք, չմիջամտի։ Միևնույն ժամանակ կարող ես խոսել նույնպես քո ուղեղի հետ, ասելով, որ գիտես, հարազատս մի միջամտի, ես ինքս ամեն ինչ որոշում կկայացնեմ, ես ինքս ամեն ինչ կանեմ, ոնց որ պետքա, դու գնա հանգստացի։ Շատ Ու ռեգրեսիվնի գիպնոզի գիտես ինչն է ինձ շատ դուր գալի, որ ասենք դիմացինս ինքը իր գիտակցությունը չի քնում։ Ոնց որ ասենք տրադիցիոննի գիպնոզը ինքը քո գիտակցությունը քնացնում է, ու քեզ ասենք տանում է, անում է այն, ասենք խոսքի տաբակից են ուզում հրաժարվեն, կամ ասենք նիհարեն, իսկ ռեգրեսիվնի գիպնոզը քո գիտակցությունը արթուն է, ոնց որ հիմա մենք խոսում ենք, նույն ձև։ Ուղղակի կամած, ասենք ռեգրեսիվնի գիպնոլոգը ինքը տանում է քո ուղեղի այդ հաճախականությունը դեպի ալֆա սստայանի, Մгм. որպիսի ոնց է որ քնից նոր արթնանում ես այդ վիճակում, բայց քո գիտակցությունը ինքը լրիվ արթուն է ու համատեղ երկուսովդ աշխատում եք։ Հետո կա մի գաղտնիք նույնպես, որ ասենք դա կախված է քո բարձրագույն եսից, ասենք ինքն ինչքան թույլ կտա, որ ասենք գնաս, որտեղ մեր ենթագիտակցությունը նույնպես ունի շերտեր։ Ասենք ինչքան խորը թույլ կտա, որ գնաս, արդեն դա կախված է քո պատրաստականությունից նույնպես։ Վաու, շատ հետաքրքիր։ Այս ընթացքում այնքան հարցեր առաջացավ մոտս, այդ որ խոսում էիք։ Ուրեմն այդ ֆանտազիայի մեկ են ենթագիտակցության պահ որ ասեցիր, որտեվ դե ես ինքս այդ մեդիտացիա բանով ահագին ժամանակա զբաղվում եմ, փորձում եմ, այդ ռեգրեսիվ գիպնոզ չեմ արել, երևի մի օր կխնդրեմ քեզ կանենք միասին։ Մեծ սիրով։ Շատ շատ կարևոր բան ասացիր, հա, որ անգամ այդ մեդիտացիայի ժամանակ շատ կարևոր է, որ դու կարողանաս այդ ենթագիտակցությանը ուղարկած սիգնալներն ու այդ քո ֆանտազիան իրարից առանձնացնես, որովհետև ու մոտ այդ բանը նոր է բացվում ու սկսում են անել, շատ կեղծ սիգնալներ են ստանում, որովհետև իրանք արդեն իրանք խանգարում են, հա, իրանք այդ իգոն, հա, երևի, ճիշտ եմ Չէ, բնութագրում։ ուղեղն է միջամտում, Հենց ուղեղն է ուղղակի, միջամտում։ Հա։ հենց Այսինքն այն մարդիկ, որ միշտ ուղեղը ակտիվ է, ասենք ոչ թե ինքը լսում է իր ներսի ձայնին, հոգու ձայնին, որը ասենք տարբեր ձևով են այդ ասում, ուղղակի։ ինքը միշտ ասենք ուղեղն է այնտեղ միջամտում ու ուղեղը փոքր երեխու նման է, որ ստեղից այնտեղ է վազում ու ինքը վախենում է, ասենք հիմնականում, ասենք տալով վախեր, տալով ասենք անհանգստություններ ու տանելով ասենք այնց ճանապարհներ, որ ասենք դու դուրս գաս այդ այն ոնց են ասում չլսես քո ներսի ձայնը, որտեղ ինքը վախում է լռությունից։
Ես այդ երևույթին միշտ էգո եմ ասել, որպես էգո եմ իրան ընդունել ու հասկացել։ Շատ է խանգարում։ Շատ կարևոր է, որ կարողանա մարդը առանձնացնի, եթե ուղեղ ենք ասում, ուղեղ, այդ ուղեղի սիգնալներն առանձնացնի, այն ավելի են կարևոր այդ ենթագիտակցության հետ կապված ուրեմն երևույթներից։ Իմ համար շատ կարևոր բաներ ասացիր, ահագին մոտս բաներ ոնց որ sense այդն իրանց դարակներում տեղավորվեց, էլի առաջ այդ ամեն ինչը զգացել էի, հասկացել էի իրանց մասին, բայց հիմա sense ավելի այդ ասածներից հետո ավելի ոնց որ տեղ ընկավ, հա, sense ասեմ ժողովրդի լեզվով։ Ամ, Ես ու դու հոկտեմբերին լինելու ենք Հայաստանում, հա, ու այդ Այո, հա, Նիկ հետաքրքիր ջան, կազմակերպենք, կիսվենք, հա, ժողովրդի հետ, եթե դեմ չես։ մեծ Հոկտեմբեր սիրով, մեծ սիրով։ հոկտեմբեր ամսին մերի հետ լինելու ենք Հայաստանում ու ես էլ մերին էլ ժամանակ առ ժամանակ ծոմապահությամբ ենք զբաղվում ու որոշեցինք, որ Հայաստանը մի հատ գեղեցիկ sense բնության մեջ տարածքում տուն վերցնենք ու ցանկացողներին էլ կարող են գան միանալ մեզ ու ինչքան մինչև 21 օր ենք որոշել անենք։ Ահա 21 օր, այո։ Վերջի անգամ երբ ես այդքան երկար արել։ Մի քանի ամիս առաջ։ 21 օր արել ես, հա, մի քանի ամիս առաջ։ Չէ։ Այս էլ Էս ինչ նորմալն է։ էս մի ամիս էլ ասենք որ սկսել եմ աշխատել, որ երբ որ ես ասենք աշխատում եմ, կարող ասենք մի հատ փոքրիկ միրգ ուտեմ, եւ վсё, դա ինձի հերիք է ամբողջ օրը, ու ասենք ես ընդամենը ուտում եմ, որովհետև հետաքրքիր է, որպեսզի ասենք, գիտես, նու ընտանիքով, հարազատներով ոնց որ կիսում ես այդ գեղեցիկ ընթացքը, բայց ասենք ես գիտեմ, որ ես պրանայեդ եմ, ասենք կցանկանամ կուտեմ, չեմ ցանկանա չեմ ուտի։ Բան հետի ընդամենը մի պահա, որ ես գիտեմ մի ընթացք կա, բայց ես գիտեմ, ասենք, որ իմ բջիջները իրանք սնվում են պրյամոյ պրանայով։ Ասենք ուտելիքի կարիքը ես չեմ զգում։ Ասենք, եթե ես օրերով չուտեմ, ինձ ասենք ոչ մի բան չեմ զգում, հակառակը ավելի էներգետիչնի եմ ինձ զգում, ավելի ասենք սենց դինամիկ, ավելի լավ, կարամ ամբողջ օր ասենք շատ սպորտիվ աշխատեմ կամ կարամ ամբողջ օրը սպորտով զբաղվեմ ու ինձ լավ զգամ։ Բայց երբ որ ուտում եմ, վրաս մանավանդ էփած կերակուրը, վրաս հոգնածություն եմ զգում։ Հենց հիմա այդ քո նկարագրած փուլով եմ անցնում։ Երևի տենց այդ ահագին ժամանակ է սկսել էր, բայց ես հունվարին որ 21 օր սոված մնացի, շատ հետաքրքիր փորձառություններ, դրանից հետո այդ դրի քո նկարագրածը սկսեց ինձ մոտ։ Ամեն անգամ հաց ուտելուց հետո, սենց անգլերեն ասում են crash, հա, սենց մի անգամից սենց վարի եմ գնում։ Ու տենց հիմա արդեն ուտում եմ մենակ գործից հետո, մի անգամ, շատ թեթև, ու այն էլ այդ քո ասածի պես ուղղակի որպես զբաղմունք, ես ինքս էլ հասկանում եմ ու գիտակցում եմ, որ հենց մի բանից որոշեմ, կարող եմ, ասենք, շատ երկար ժամանակ չուտեմ ու շատ ինձ լավ զգամ ու չի բացառվում, որ այդ հոկտեմբերին միասին այդ 21 օրը որ անենք, դրանից հետո ասենք լուրջ փոփոխությունների գնամ, այն վերջնական որոշում կայացնեմ ու ես էլ այդ քո ասածի պես այդ սկսեմ պրանայով սնվել, ինքը իրոք աշխատում է։ Ես առաջի անգամ այդ ամեն ինչը քեզանից լսեցի, չնայած քեզ ծանոթանալուց առաջ արդեն մի քանի տարի ես ծոմապահությամբ անում էի, բայց ոնց որ սիրողական մակարդակով, հա, դու մի քիչ ավելի խորն էիր ոնց որ խորացել։ Իրոք է տենց է, էլի կա այդ երևույթը։ Մարդկանց դժվար է այդ ամեն ինչը փոխանցել, հասկացնել, քան իրենք չեն արել, չեն տեսել, թե ինչքան լավ ես քեզ զգում ու ինչքան ավելորդ ուտելիք ենք ուտում, էլի մենք մերի։ Ես Համաձայն նախ եմ, 20 տարի համաձայն առաջ եմ։ ասես օրվա ընթացքում կամ ամսվա կտրվածքով քանի կիլոգրամ ուտելիք էի ուտում, ես հիմա դրա երևի 10%-ն եմ օգտագործում ու ունեմ ավելի Մгм. շատ էներգիա, ուղղս աշխատում ավելի լավ, քան թե ասենք այդ 5 տարի Այո, առաջ օգտագործած ուտելիքի չափ։ Ու ունեցել չի էլի, որ ես ասենք ինչ-որ մի հարամ կամ ինչ-որ պահվում է այդ ամեն ինչը, այդ մարմնիդ այդ պետքական այդ մասան ինքը պահում է։ Մետաբոլիզմը տենց է Նիկոլ։ ավազնում է, հա, բայց ելի եմ կրկնում, դու չես, դու հոգնած չես, այնպես չի, որ դու էներգիայի պակաս ունես կամ ինչ-որ մի բան։ Նիկ ջան, Նիկ ջան, հենց էտա նայ, ասենք, այն մարդիկ, ում բջիջները պրյամոյ կարողանում են սնվել պրանայով, իրանք հոգնածություն չեն զգում չուտելուց։ Ահա, Հետո ո՞նց է կատարվում, երբ որ այդ 21 օրը անում ես, առաջի շաբաթը մաքրվում է ֆիզիկական մարմինը։ Կարա հնարավոր ասենք նիհարի շատ ուժեղ մարդը, երկրորդ շաբաթը էմոցիոնալի մարմինն է մաքրվում, իսկ երրորդ շաբաթը արդեն
քո գիտես սենց նոր ոնց են ասում քո բջիջների նոր ժեներացիոնը ինքը արդեն 3 ոնց որ ժեներացիոն սովորա այդ չուտելուն այդ ծրագրամային ու եթե քո բջիջները այդ 2 շաբաթվա ընթացքում կարողանում են սովորեն պրյամոյ պրանան վերցնել, դրանից հետո արդեն քո որոշումն է, կուզես կուտես, կուզես չես ուտի։ Ու երրորդ շաբաթում ստաբիլանում է քաշը մարդու ու դրանից հետո ասենք ինքը ուտի չուտի կարող է մի 2 կիլոյի տարբերություն լինի, ոչ ավել։ Ասենք իր քաշը համարյա միշտ նույնն է մնում։ Իսկ այն մարդիկ, ովքեր ասենք իսկապես ծոմ են պահում, իրանց բջիջները դեռ սովոր չեն պրանայով պրյամոյ սնվել, ասենք չերես կերակուր են ստանում ավելի շատ պրանա, այդ մարդիկ շատ ուժեղ նիհարում են, իրանք զգում են շատ թույլ, ասենք ուժասպառ են լինում։ Դրա համար այդ ընթացքում, ասենք այդ 21 օրը ինչի եմ ես ուզում, ես շատ եմ ուզում, ասենք բոլոր մարդկանց ինչքան հնարավոր է սովորացնեմ, ասենք պրանայով սնվելը, որ իսկապես իրանք սովորեն պրյամոյ, ասենք ստանան այդ կյանքի էներգիան ու հետո արդեն իրանք որոշումն է, բայց գիտեմ ով է ճանապարհին գալիս է, ինքը էլ շատ չի կարողանում հետ գնա, կարող է մի երկու քայլ հետ գնա, բայց ոչ ավել։ Անպայման կարևոր է որ այդ գիտակցությունը ձեռք բերեն, դա իրանց որոշումն է, կուզեն թող հետ գնան, Իհարկե, վստահ որ այդ չեն։ իրանց փորձն է, այ ապրես կարևորը, որ իրանք ստանան այդ փորձը, զգան իրանց վրա, բայց ես գիտեմ, ով որ ստանում է այդ փորձը, ինքը էլ չի կարողանում առաջվա նման ապրի։ Դա 100%։ Հմ։ Ես այս 21 օրը որ պահեցի հունվարին, լրիվ քո նկարագրած ձևով առաջի 2 շաբաթը շարունակում էի որոշակի քաշ կորցնել։ 2 շաբաթ հետո սկսեց ինչ-որ բաներ կատարվել, քաշքից իջեցնելը լրիվ կանգնեց ու ա, զանզրալի էր շատ ինձ համար, ու ես որոշեցի 16-րդ օրն էր, որոշեցի մենակով գնամ ճանապարհորդության մոտ 4000 կիլոմետր, սենց Ամերիկայով մենակ մեքենայով ճանապարհորդեցի ու ոնց որ սենց այդ քո ասացի պես, էլի այդ երրորդ շաբաթը ինքը յուրահատուկ շաբաթ էր։ Ես կարիք ունեի ավելի երևի այդ հոգևոր, հա, երևի այդ մաքրման կամ ինչ-որ մի բան, ու ինձ շատ պետք էր, որ օրինակ ես գործի չգնայի, հա, իմ գործը մի քիչ սենց ստրեսային է ու այնքան էր վրես մի քանի անգամ ավել էր ազդում, քան թե առօրյայում է ազդում, հա, սենց ասեմ, երբ որ սոված է, ուտը դու Ահա, արդեն քո այդ էներգետիկ դաշտը բան մաքրել ես, ամեն ինչը մաքուր է, մեկ էլ գնում ես այնտեղ ֆինանսներ, չգիտեմ, բողոքներ, էս հյուշանում է, էսի սենց ասացի դու ընկերոջս հետ էի խոսում, շատ լավ ընկեր ունեմ, ինքն էլ է Ֆրանսիայում բնակվում, ասաց, ապեր Դալայ լամաները, բաները, որ այսքան սոված են մնում, ելում գնում են անկա սարերում, բաներում, իրանց այդ գառների հետ, մաքուրոտ, բան, ասենք դու այդ ամեն ինչի հետ այդ քարերը շարունակում ես, ծանր կտանես, մի արա, բայց որոշեցի լավ, դու որ այսքան արել ես, դու արժանի ես, որ մի քանի օր էլ ոնց որ կյանքից ազատ վերցնես, հա, արձակուրդ վերցնես, ուտած մի օրում որոշեցի ու որ մեքենան նստեցի, սկսեցի պտտվել Ամերիկայում եք ու շատ հետաքրքիր էր, մերի շատ ոնց որ ես ինքս ինձ մի հատ լրիվ նորովի գտա, ճանաչեցի, ը, մի խոսքով, բոլորին խորհուրդ եմ տալի, եթե կյանքում ինչ-որ մի հատվածում կկարողանան տես մի բան անել, սոված վիճակում մենակ ճանապարհորդել, դա մի հատ լրիվ ուրիշ երևույթ է։ իհարկե, դա հետո շատ կարևոր է բոլորի կյանքում, որովհետև դա արդեն շատ ուժեղ մաքրվում է, ասենք իրա ոնց բոլոր մարմինները։ Առաջինը դա ամեն մարդ անում է ինք իրա համար, ով գիտակցում է, գոնե 21 օր, դա մինիմումն է իմ համար, որ կարելի է անել ու մաքրվել։ Դրանից հետո իհարկե արդեն իրանց որոշումն է, իրանք ինչպես կցանկանան ապրեն։ Օրինակ ես, ասենք ես չեմ ուզում գնամ ինչ որ մի անապատ, ես միշտ ուզում եմ, դաժե ասենք կգա այն օրը, որ ես ընդհանրապես չեմ ուտի, все равно ես ուզում եմ, ասենք ես մարդկային շփումը, այս ամեն ինչը, ես չեմ ուզում առանձնանամ, որովհետև ինձ դուր է գալի։ Ու պրանայետներին մի հատ հետաքրքիր բան մոռացա ասեմ, շատ հետաքրքիր է, երբ որ ասենք տենց այդ 21 օրվա ընթացքում մարդիկ քիչ են ուտում, իմ փորձից էլ ասեմ, մաքսիմալ 5 ժամ ես քնում, դա մաքսիմում երեկոն, բայց այդ 5 ժամը այնքան խորը, այնքան լավ ես քնում, որ քեզ թվում է մի 20 ժամ քնել ես։ Այ ձև, իսկ Հենրի Մոնֆորը ինքը շատ հզոր շամանա ֆրանսիացի, դե ինք ասենք իրա հետ էր, այդ իրա գրուպան էր առաջի անգամ որ կատարեցի, ինքը օրը մի ժամ է քնում։ Դրանից հետո ամբողջ երեկո ինքը էս մեր մայր մոլորակին է օգնում,
Այն հատվածներում, որտեղ ասենք կան շատ, ասենք պատերազմներ, երկրաշարժներ, տենց բացասական բաներ ա լինում, ինքը բոլոր այդ տարածքներին մեր մայրմոլորակի ուղարկում էր պրանան, այդ կյանքի էներգիան, լույսը, որպիսի վիբրացիան այդ տարածքների բարձրացնի, որովհետև ինչի ա տենց լինում, ասենք այդ տարածքներում շատ մարդիկ բացասական մտքեր են ունենում, խոսքեր, արարքներ, ու դրանով այդ կուտակվում է այդ էներգիան ու տալիս է ոնց որ միտեղից պայթում դուրս է գալիս։ Իսկ ինքը, ասենք, ինչքան հնարավոր է, ու ամեն օր տեսնում էինք երեկոյան, ինքը սենց դուրսը, դե ինքը շամանա այդ իր գործիքներով, ուղարկում էր այդ էներգիան ու շատ հիանալի անձնավորություն է։ Ու նենց որ, ասենք, ես խորհուրդ կտամ բոլորը փորձեն, ու բոլորս ինչքան հնարավոր է, եթե մաքրենք մեր մտքերը, մեր խոսքերը, մեր արարքները, մենք իսկապես կարանք մաքրենք մեր մոլորակի, ասենք, այդ բացասական էներգիաները ու թողենք հիանալի ապագա այս նոր սերունդին։ Ես էլ ունեմ ծանոթ շամաններ, շատ հետաքրքիր էություններ են իրանք։ Ես ինստիտուտում Շատ։ այլ որ աստվածաբանություն էի ուսումնասիրում, աստվածաբանության պատմություն ուսումնասիրելու ժամանակ սովորեցի, որ բոլոր կրոնների հիմքում շամանիզմն է։ Պես ուղղակի որպես ինֆորմացիա էլի, հա, մեզ դիտողներին, որ հասկանան, որ որտեղ կա, չէ, ասենք այդ Հայաստանում բանում եկեղեցին բանը շամանիզմին դեմ է կամ ինչ-որ այդպես մի բան, ուզում ժողովուրդը հասկանան, որ բոլոր կրոնների հիմքում շամանիզմն է անկած եղել, էլի, այդ արդեն այդ արխեոլոգների բաների կողմից ապացուցված երևույթ է, որ ամենահին կրոնը, եթե մենք ունենք 5-ից 6000 տարի է գնում, շամանիզմը գոնե 20000 տարի ապացուցված ինքը բան է, էլի, գիտություն է, գոնե մինիմում 20000 տարվա բան է, երևույթ է ինքը, Հմ, հետարքիր են շատ, իրանց փիլիսոփայությունը բան, լավն են։ շատ, շատ։ Հոկտեմբերին էլի, Օրինակ, ինձ իրանք շատ են դուր գալիս, իրանք, ասենք, էդի հոգևոր առաջի ուռովնյան է շամանիզմը։ ըհը, Ու ասենք, էլի պետքա կանգ չառնես, էլի պետքա քո այդ հոգևոր աճը շարունակես։ Այսինքն, դա էլ վերջը չի, դա սկիզբն է։ այո, այո։ Ուզում եմ մի քիչ խոսանք շնչառական վարժություններից, հա, որովհետև այդ օրինակ ծոմապահությունն ու շնչառական վարժությունները իմ համար sense զուգընթաց են գնում։ Ես միշտ երբ որ շատ լավ կլինի, որ ամեն օրվա ռեժիմով օրը սկսենք այդ շնչառական վարժություններով, սովորաբար անում եմ, բայց ես էլ ունեմ իմ թերությունները ու ժամանակ առ ժամանակ էլի այդ իմ այդ անգալությունը կամ այդ գործերը Սովորությունները գլուխ են բարձրացնում։ այո, ու հենց մի քիչ սկսվում է արդեն ինքնազգացողությունս, ինչ որ սկսում է խնդրեմ տալ ստրեսից մակարդակը բարձրանալ կամ մի խոսքով այտենց ես երբեք բժշկի չեմ գնում, իմ մոտ ծոմապահություն ու շնչառական վարժություններ, այդ երկու ձևով է այսպես իմ բալանսը հետ գալի, հա, ես իմ կենտրոնը այդ ձևով եմ գտնում։ Երբ Հմ, 5 օր ծոմ եմ պահում ու այդ շնչառական վարժությունը սկսում եմ անել 1, 2, 3 օր ու պլյուս այդ ֆիզիկական վարժություններ, հա, ու գիտես ինչն է հետաքրքիր, Մերի, հմ, ծոմապահության ժամանակ շատ ավելի հեշտ եմ ես մարզանքներ անում, քան թե կերած ժամանակ։ Դա, ասենք, մարդկանց համար կարող է դա տարօրինակ հնչի, որովհետև մարդկանց թվում է թե սոված ժամանակ, ասենք, ուժասպառ վիճակ է մոտներս, չէ, բայց ես այնքան ավելի շատ էներգիա եմ ունենում, հետո օրինակ առօրյամ կարող ասես որոշես ինչ-որ ֆիզիկական վարժանք անես ու ասենք մկանային ցավեր, բաներ մոտդ լինի, սոված ժամանակ այդպես բաներ չկա, այդ բորբոքվածությունը, բան որ մեջը ցավ հետ է քաշվում, շատ ավելի հեշտ է, էլի նույն այդ վարժություններն անում, դե պլյուս մի քիչ ասենք քաշած կորցրած լինում, ավելի թեթև ես լինում։ Շնչառական վարժությունների մասին ինչ կասես։ Գիտեմ դու էլ ես այդ ամեն ինչի մեջ խորացած, հա, մասնագիտացած իհարկե։ կարծես։ Մի քանի վարժություն կարանք ժողովրդին խորհուրդ տանք, որ կարող են անել։ Իհարկե, ասենք շատ ապահով վարժություններ խորհուրդ կտամ, որովհետև շնչառականն էլ, ասենք, պետքա մարդը պատրաստ լինի ֆիզիկապես, կան ուռովնյաներ տարբեր, որովհետև, ասենք, եթե ինքը պատրաստ չի, չի կարելի շատ ուժեղ տեխնիկաներ տալ։ Իսկ ասենք ես ավելացնեմ, այդ 21 օրը ասենք, որ ես այդ սոմապահությունը, որ պետքա կատարենք, Հենրի հետ նույնպես Իտալիայում ես տալիս էի յոգայի դասեր այդ ընթացքում բոլորին եւ այդ շնչառական վարժությունները
որովհետև իմ համար յոգան ու շնչառական վարժությունները դա մի ընդհանուր, էդի միասին է, չես կարող առանձնացնես։ Ու դրա համար ասենք այդ երկուսը պարտադիր է այդ չուտելու ընթացքում։ Իսկ քո մոտ, որ դու ավելի, ասենք, տենց լավ ես զգում, որովհետև քո բջիջները իրանք պրյամոյ ստանում են պրանան, ասենք, այդ կյանքի էներգիան, այսինքն ֆոտոնը օդի մեջի, իրանք այդ լույսը կարողանում են միանգամից վերցնել։ Դրա համար դու քեզ ավելի լավ ես զգում, ավելի ճկուն, մարմինդ ավելի լավ ես մարզվում։ Դառնում ենք Ա, բույս, ֆոտոսինթեզով ենք սնվում արդեն, բույսերի։ Այո։ Իսկ հիմա շատ եմ հեշտ վարժություն, օրինակ, ովքեր որ զգում են հոգնածություն, խորհուրդ եմ տալիս փակելը ձախ կողմի քթիցակը եւ շնչել միայն աչով։ 5-ից 10 րոպե շնչել արտաշնչել բնական ձևով։ Այսինքն չեք հաշվում, ոնց կլինի, ասենք, ոնց որ շնչում եք դուք բնական։ Ու դրանից հետո, երբ որ վերջացնում եք, խորը շնչում եք հանգիստ, արտաշնչում եք ու կտեսնեք, որ շատ հզոր էներգիա է ասենց լցվում, որովհետև աջ կողմը դա արևային կողմն է, այդ մուսկոյի կողմն է, ձախը լուսնայինն է, ասենք կանացի կողմն է։ Դրա համար ես ասենք, հենց զգում եք, որ ուժ չկա կամ ասենք ինչ որ հոգնած եք ձեզ զգում, անպայման խորհուրդ եմ տալի, փակեք ձախ կողմը եւ շնչեք, արտաշնչեք միայն աջ կողմով ու կտեսնեք տարբերությունը, բայց խորհուրդ կտամ 3-ից ցերեկը տենց 4-ից հետո չանեք, որովհետև երեկոյան կարող է չքնեք, որովհետև ինքը շատ ուժեղ է, էներգետիչնի, ասենք, այդ էներգիան տալիս։ Իսկ հակառակը, եթե ասենք երեկոյան չեք կարում քնեք կամ զգում եք ինչ որ ստրես, անհանգստություն, փակում եք աջ կողմի քթիցակը եւ շնչում արտաշնչում եք միայն ձախով 5-ից 10 րոպե։ Էլի բնական շնչառությունը, ինչպես որ դրանից հետո, երբ ավարտում եք, խորը շնչում եք, արտաշնչում եք ու կտեսնեք տարբերությունը ձեր մարմնի մեջ։ Սրանք շատ ապահով տեխնիկաներ են, որ բոլորը կարող են անել։ Հետո կա եւս մեկ վարժություն ստրեսի, որ ասենք ինքը շատ հզոր վարժություն է, եւ ապահով կամ ասենք եթե չեն կարողանում մարդիկ քնել 4 վայրկյան քթով շնչում ենք, 7 վայրկյան պաուզա ենք տալիս եւ 8 վայրկյան արտաշնչում ենք։ Դից 3-ից 5 րոպե կարող եք անել, դա է sense լրիվ մարմինը հանգստացնում է։ Եվ խորհուրդ կտամ այն մարդիկ, ասենք, որ ավելի շատ տենց ուղեղն է միշտ, ձեռքը դրեք փորի վրա, որպեսզի զգացմունքների վրա այդ շնչառության պահին կենտրոնանաք, ասենք, որպեսզի այդ կենտրոնացումը ճիշտ լինի, որովհետև երբեմն մեկ է տեսնում եք ուղեղը միջամտումա ձեզ տանում է կամ անցյալ կամ ապագա հաշիվը մոռանում է։ Շատ ուզում։ Ես անպայման կփորձեմ, իրոք շատ հետաքրքիր է։ Աչքն ու ձախի մասին ես չգիտեի, կփորձեմ կասեմ, աշխատես թե չէ։ Ես Փոցի ապայվան։ Win Hof-ի տեխնիկան եմ օգտագործում, այդ YouTube-ով էլ կա, էլի միացնում ոնց որ իր հետ եմ շփվում։ Շատ լավն է, ես նույնպես իրա տեխնիկան շատ եմ սիրում, շատ հիանալի տեխնիկա է, բայց նույնպես նայի, ասենք իրա տեխնիկան կա, որ սկսում ես մի րոպեից այդ պաուզան շնչառական, հետո կա 2, հետո կա 4, այսինքն կամած պատրաստում ես մարմինը, չի կարելի միանգամից վերցնես ու 4 րոպեի պաուզան, որովհետև դու կվնասես, պետքա միշտ կոմֆորտնի լինի քո պաուզաները։ Շատ է, այնինչ որ ես եմ անում, ամենաշատը 90 վայրկյան է, այսինքն 30 հատ շունչ արտաշունչ, այդ ռիթմը պետք է պահի։ Արտաշնչելուց է 90 վայրկյանդ պահում, թե շնչելուց պաուզան, որ ընթացքում ես պահում 90։ Օդը հանելուց հետո նոր 90 վայրկյան պահում ես, հետո 15, հետո հետս քաշում ու 15 վայրկյան էլ տենց ես պահում։ 3 Okay։ անգամ, առաջինը 60 վայրկյան, երկրորդը ու երրորդը 90 վայրկյանով անում։ Արտաշնչելուց մի քիչ դժվար է, շատ այդ օդը մեջը պայելով շատ ավելի հեշտ է, բայց ես ինչքան գիտեմ, այդքան էլ խորտ չի տրվում, չէ՞, օդը թոքերիդ մեջ պայել երկար։ Գիտես, դրա համար եմ ասում, մարմինը սովորում է, նայած ինչի համար ես անում, որովհետև այդ շնչառական պաուզաները նույնպես, օրինակ, երբ որ արտաշնչելուց հետո, ասենք, օդը դուրս ես հանում, նոր պաուզա ես տալի, այդ ընթացքում, ասենք, լրիվ դետոքսիֆիա է լինում քո մարմինը, լրիվ մաքրվում է։ Դրա համար, ասենք, խոսքի օրինակ, եթե մարդը 90 վայրկյան կարողանում է պահի, իրա
մարմնի մեջ ոչ մի բակտերիա չի կարա մտնի, բազմանա, մնա, որովհետև իր pH-ը լրիվ շատ լավ բարձր է ու իր օրգանիզմում, այսինքն անեն սրիդայա կազմված, որ ոչ մի վիրուս չի կարա ապրի այդտեղ։ Այո, ես այս անգամ որ Սամվելի հետ Հայաստանում էինք, ը, գնացինք Լոռու Դսեղ գյուղ, այնտեղ շատ մի հատ հայտնի Հայկազ անունով ազգանունը կներեք չեմ հիշում, բայց ը, տարեց հայտնի բժիշկ կար, հա, այդ հումաբուժության բան մարդկանց բուժող։ Շատ եմ լսել իր Հա, մասին, ես հա, որ մենք օրինակ գնանք հոկտեմբերին կուզեմ տեսնեմ իրեն։ կհանդիպենք Անպայման։ շատ հետաքրքիր դրական անձնավորություն էր պարոն Հայկազը, 91 տարեկան իմիջիայլոց, ու իր այդ էլ որ խոսացինք այդ շնչառական վարժությունների մասին, ինքն էլ ասաց, որ եթե կարողանում ես գոնե մի րոպե արտաշնչես ու առանց ոնց որ թթվածնի պահես, անոթներ ինքը բացատրեց, որ անոթները տա լայնանում ու երբեք ասենք տրոմբ, չգիտեմ, ինսուլտ, հա, այդպես բաներ երբեք ես կարող ունենաս, եթե հաճախակի այդ վարժությունը անես։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այդ շնչառական վարժությունները շատ ահավոր կարևոր են, հա, շատ։ Իրանք այնքան հեշտ են, որ մեր տրամաբանության մեջ ոնց որ չի կարողանում տեղավորվել, որ այդքան կարա ինքը օգուտ տա, հա, մերի ջան մեզ, բայց ընդամենը մենակ ամեն օր սովորություն սարքելով այդ շնչառական վարժություններով, եթե ձեր օրը սկսեք, թե առողջության առումով, թե պրոդակտիվության առումով, թե ասենք այդ ստրեսի մակարդակները մինիմալ պահելու առումով, հա, ավելի կյանքով լցվելու առումով, շատ մեծ տարբերություն կստանաք էլի ձեր կյանքում, ուղղակի հավատացեք ու արեք։ Ես իմ ասած վարժության լինկը այս մեր վիդեոյի տակը կդնեմ YouTube-ի, եթե ցանկություն ունեք փորձեք, դե մերի ասածներն էլ շատ բարձ բացատրեց։ Ես ինքս հաստատ կփորձեմ մերի ջան քո ասածները, Մեծ փորձի ուրախ շնորհակալություն։ կլինեմ, որ փորձես ու կիսվես քո փորձով, որովհետև Նիկ ջան, ասենք այս շնչառական վարժությունները իսկապես այնքան հեշտ են, որ յուրաքանչյուր մարդ կարող է, ասենք, իր առողջությունը լավացնի, իր կյանքը լավացնի ու շատ հեշտ։ Ու ես միշտ խորհուրդ եմ տալիս առավոտյան սոված փորին կատարել շնչառական վարժությունները։ Իմ օրը հենց այդպես է սկսվում, այն որ կարող եմ Հիանալի է։ այդ լվացվելուց հետո հենց անկողնու մեջ պարկած վիճակում միացնում եմ 11 րոպե է տևում այդ վարժությունն անում եմ ու դրանից հետո ասենք մի քիչ ֆիզիկական վարժություններ նոր այդպես լողանալուց էլ վերջ 2 րոպեն միշտ սառը ջրով եմ լողանում դա էլ արդեն երևի Առավոտյան շատ լավ է։ հա դե գիշերը անես քունդ կփախնի բայց Այլապես դրա համար եմ ասում։ այո բայց առավոտյան 2 րոպե սառը ջրով դա էլ շատ է օգնում, թե ոնց որ ասենք այդ արթնացում է սաղրում, հա, այդքան որ խոսում ենք արթնացած գիտակի, Հետո իմունիտետը տա բարձրացնում։ այո, այո, իմունիտետը լավ բարձրացնում։ Ուրեմն հոկտեմբեր ամսին էլի երբ որ հանդիպելու ենք, այս ամեն ինչը ինչ որ խոսացինք, չէ, ցանկացողներ ովքեր միանան մեզ, մենք փորձելու ենք այս մեր կյանքի փորձով, այս ամեն ինչով ինչ որ մենք ունենք, ստացել ենք, փորձել ենք ու աշխատում է մեզ համար, կիսվենք, հա, փոխանցենք ցանկացողներին։ Ես ճիշտն ասած, մեր այդ վերջի զրույցից հետո, Մերի ջան, այտենց տիեզերքը այտենց հետարքիր է, չէ, աշխատում։ Մենք ընդհանրապես այտենց որոշեցինք, որ Երևանում այտենց մի բան անենք ու սենց էլ մանրամասը չբացատրեմ ոնց ինչ, բայց այնց ստացվեց, որ հիմա այդ տիպի մի բան էլ ուզում ենք Ամերիկայում անենք, ոնց որ այդ ռիթրիթա Հիանալի մի է։ բան հիմնենք ստեղ ընկերոջս հետ, էլի Մгм. այս ձևով, այս բնական ծոմապահություն կլինի, յոգա կլինի, մեդիտացիա, շնչառական վարժություններ, այն ինչը որ մենք ստացել ենք այս ընթացքում, օգտագործել ենք աշխատում է, մարդիկ գան, ասենք, այդտեղ 2 օրով, 3 օրով կամ մնան կամ դե Լոս Անջելեսում է լինելու, կարան գան գնանալ էլի, բայց մի խոսքով այդ տիպի մի բան համար ստեղ ենք ուզում անենք, չգիտեմ երբ կլինի, Հիանալի է։ 1-2 ամսվա ընթացքում կսկսենք արդեն շատ հետաքրքիր ձևով սենց դիեզերքը բերում սենց մի համակարծիք հա ոնց որ մեզ հայերիս միացնում է իրար ու ամեն զրույցից հետո ինչ որ մի հատ նոր միտք է առաջանում բոլորս էլ շատ պատրաստական ենք մեկս մյուսիս օգնելու մեր ունեցածով Իհարկե։ ստելու հետարքիր բան է ստացվում ես Շատ։ շատ ուրախ եմ այս ամեն ինչով ինչը որ ունենք հա այս մեր այս կվանտային ընտանիքը այս ամեն ինչը Հայաստանում էլ է ակտիվ անում որը որ շատ հաճելի է։ Իմ համար շատ հաճելի է, որովհետև ըստ ամասի Համամիտ եմ։ քանի անգամ Լիովին խոսացել եմ, համամիտ եմ։
Ես ինքս ինչի որոշեցի ես ամեն ինչով զբաղվեմ, ես ոդքասթը կլինի կամ ես ռիլերը, վիդեոները, որտեղ անգլերեն լեզվով որ ես ամեն ինչը կար ու ես կարողանում էի Ամերիկայում ապրելու պատճառով այդ փորձառությունն ապրեի։ Իհարկե մենակ Ամերիկայում չէ, ես Իսպանիայում էլ, Ֆրանսիայում էլ էլի ունեցել եմ հետաքրքիր փորձառություններ, էլի գիտեմ որ Եվրոպան էլ հետ չի մնում, եթե ոչ առաջ Այդպես։ այս անգամ ու միշտ ոնց որ ցավ է ապրում, էլի, որ մեր Հայաստանը մեր ժողովրդի համար հասանելի չի, հա, ու հայերեն լեզվով, ու տենց որոշեցի, որ ես ինքս պատասխանատվություն վերցնեմ ինչ-որ մի բան անեմ, ու մի բան անելու դեպքում արդեն ծանոթացանք միասին, հա, բոլորս։ Շատ հաճելի, Իհարկե։ հետաքրքիր բան է դառնում։ Համամիտ եմ, շատ հաճելի է։ Ես նույնպես Ֆրանսիայում այս ամեն ինչը կատարում եմ, ասենք խոսքի տենց գրուպաներ փոքրիկ, որ ասենք տենց զբաղվում ենք, տենց մի 21 օր չենք ուտում, զբաղվում ենք յոգա, մեդիտացիա, շատ քայլել, բնության գրկում, էմոցիոնալին ապրել, այսինքն դու թույլ ես տալի քո բոլոր էմոցիաները դուրս գան ապրելու ընթացքում, աչքերդ փակ, այսինքն շատ պրակտիկաներ ենք տենց ասենք Ֆրանսիայում արել ու դրա համար կուզեմ ամբողջ աշխարհում բոլոր մարդկությունը գա այս գիտակցությանը, ինչքան բոլորս իսկապես արթնանանք, այդքան ասենք ավելի արագ կփոխենք այս մոլորակի վիբրացիաները, ոնց որ կօգնենք մեր մոլորակին բարձրացնելով իր վիբրացիաները, երբ որ մենք փոխվում ենք, մեր վիբրացիան բարձրացնում ենք, իրան օգուտ ենք տալիս նույնպես։ Դրա համար, ասենք, ինչքան ամբողջ աշխարհում կատարվի այս ամեն ինչը, այդքան ավելի լավ ու ավելի հիանալի ապագա կստեղծենք մեր այս նոր սերունդին եւ կդառնանք հիանալի օրինակ, իրանց ցույց տալով խոսքի 45 տարեկան ես, ասենք չես հիվանդանում, ասենք ես իմ համար եմ ասում, շուտով 45 տարեկան եմ, ասենք միշտ առողջ ես, միշտ ասենք շատ ակտիվ ես, դեղերը չգիտես ինչ է խոսքի օրինակ, այսինքն այդ ամեն ինչը քո ապրելակերպն է, քո մտածելակերպն է, այդ ամեն ինչը խաղում է, դեր ունի քո կյանքում, ու ինչքան այս ամեն ինչը տարածվի, օրինակ, այդքան ասենք այս երիտասարդների նույնպես ավելի հեշտ կյանք, շատ ավելի լավ կյանք էլի ցույց տանք ճանապարհը։ Իրոք տենց է, Մերի ջան, իրոք մի քանի օր առաջ էի մտածում, ես էլ նոր 40 տարեկան դարձա ու նայում էի հետ, օրինակ ասենք երես 40 տարեկանում ինչքան առողջական խնդիրներ ուներ ու ես մենակ իմ վրա չեմ վերցնում, թե ես, թե իմ ընկերները, հա, ինչքան ասենք ավելի ոնց որ առողջ, ինչքան ավելի կյանքով լի ենք, կենսուրախ ենք, հա, փոխվում է, իրոք լուրջ սերանդափոխություն է լինում ու մեր կոնկրետ մեր սերունդի վրա շատ մեծ գործ է դրված։ Մենք ոնց որ լինենք այդ մոստը մեր ծնողների սերունդին, Այո, պրես։ եկել են շատ պայծառ են վաղվա սերունդի, որ հիմա գալիս են մեզանից հետո։ Ես չեմ դադարում հիանալ, հա, այդ սերունդով։ Հենց Այս նույնպես։ Հենց երեք կնոջս հետ մի հատ հայերեն լեզվով ոդքասթ էինք նայում, այդ մեր Նարեկի Ռիռենջի ոդքասթն էր, 12 տարեկան երեխա էր հյուրը, էլի ջան, ես քեզ կուղարկեմ լինքը կնայես, ուղակի սենց ժամուկ ես սենց նստած սենց ուղակի հիացած նայում եմ, թե 12 տարեկան երեխան էս ով, էլի ոնց կարա 12 տարեկանում երեխան ասենք այդքան ինքնավստահ, չգիտեմ, այդքան բաց, այդքան զարգացած, այդքան ինֆորմացված լինի։ Ուղղակի Ա, շատ լուրջ սերնդափոխության ենք ականատես լինում, շատ լուրջ։ Այս Հա, վաղվա համամիտ եմ։ ու հենց Ես քո այդ հետ ևին համամիտ եմ, որովհետև մենք իդիգոներս, ասենք հենց դրա համար եկել ենք, այս մեծ փոփոխությունները կատարելու, բայց ասենք մեր այս նոր սերունդը իրանք ավելի բարձր տարածաչափությունից են գալիս ու շատ հզոր հոգիներ են, հիանալի։ Օրինակ ես իմ աղջկանից այնքան բան եմ սովորում ու սովորել, ես միշտ ասում, հրաշքս, ես այնքան բան եմ քեզանից սովորում, որ դա ուղղակի հիանալի է ասենք լյուբոյ պլանում էլի, դա իրանք իսկապես հզոր իմաստուններ են։ հաստատ նույնն էլ մենք ենք մեր երեխեքից ամեն օրվա ռեժիմով շատ բաներ սովորում ու Իհարկե։ երևի գիտես այդ մեր հզորությունը հենց դրա մեջ է կայանում, որ մենք այդ հասկացել ենք ու թույլ ենք տալիս, որ սովորենք երեխեքից։ Օրինակ, չգիտեմ, նույն տարիքում ես ինքս չեմ պատկերացնում, որ մեր ծնողները, ասենք, մեզանից ինչ-որ մի բան փորձեին սովորեն։ Կարող է մենք չենք ունեցել այդքան տալու ոնց որ մեր երեխեքը ունեն, հա, կամ էլ կարող է ասենք ունեցել ենք, բայց իրանք չեն նկատի, հա, իրանք ընդունակ չեն եղել վերցնելու, իսկ մեր հենց հզորությունը դրանում է կայանում, էլի, որ մենք
այնքան գիտակից ենք, որ հասկանում ենք ու վերցնում ենք այդ ամեն ինչը ու փորձ ու ես միշտ խոսք ունեմ, ասում եմ այդ երեխեքին փորձեք ինչքան կարա քիչ վնասեք, այսինքն ոչ թե միշտ բան կա, չէ՞, ծնողները անհանգստություն ունեն, թե ասենք ոնց շատ տան, շատ տան, շատ տան, ը, իրականում պրոստը փորձեք ինչքան կարա քիչ վնասեք, հա, այդ երեխեքին իրանք ծրագիրը ունեն, էլի պետք չի իրաց այդքան Այապրես, տալ, ինչքան կարա այապրես։ քիչ վնասեք, այդքան բան։ Համամիտ եմ, որովհետև այս երեխաները, ասենք, ես միշտ բոլորին խորհուրդ եմ տալիս, ես ինքս այդ ձև եմ ապրում, պետքա գտնես երեխայի ուժեղ կողմերը, ինչի հետ ինքը սեր ունի, ինչն է սերում, ու իրան տաս այդ ուղղությամբ, որը որ ինքը ձգտում ունի, սեր ունի։ Եթե ասենք տեսնում ես, որ ինքը կան, ասենք, տեղերը, որ իրան դա չի հետաքրքրում, ասենք, որովհետև ոնց է կատարվում, մեր երազանքները, որ չենք իրականացրել, փորձում ենք մեր երեխաներին ստիպենք, որ իրանք իրականացնեն, բայց դա ճիշտ չի, ասենք իմ համար, ճիշտ ու սխալ չկա, բայց ասենք ես գտնում եմ ավելի լավ կլինի ուղղակի դիտես, դիտորդը լինես, ասենք, մի ընթացք ու տեսնես քո երեխու ձգտումները, սերը ինչու՞մ է, ինչն է իրա մոտ շատ լավ ստացվում, ու այդ ուղղությամբ իրան, ասենք, այդ ճանապարհը ցույց տաս, էլի չմիջամտես, ուղղակի ցույց տաս։ Վիբրը միշտ պետքա ինքը անի։ Հաստատ, Իրա վիբրը պետքա լինի։ հաստատ։ Ա, այդ խնդիրը ես իմ օրինակ տղայիս մեջ ունեցել եմ, որովհետև դե ես այդպես որպես հայ տղամարդ ինչ որ կոնկրետ պատկերացումներ ունեի, հա, ոնց է ուզում իմ տղան բան, ու տենց ասենք երևի տենց 2-3 տարեկանում, որ արդեն ինքը ոնց որ ձևավորվեց, տենց մի տարի փորձեցի այդ երեխուն փչացնեմ, սենց ասեմ, մինչև որ մի օր հասկացա, թե ինքը ինչքան իդեալական է, կարող է մի փոքր էլ չի տեղավորվում այն կերպարի մեջ, որը որ ես եմ պատկերացրել, բայց հենց այդ վարքյանից սկսած ես ուղղակի ոնց որ սիրարվեցի իր իսկական կերպարի վրա ու ինքը ոնց կա բառի ու իմաստով իդեալական է ու այդ 8 տարեկանը ու ինձ այնքան բան է սովորացրել ու ասացի պես ընդամենը ասած կողքից ինչքան կարողանում եմ ուզում եմ ուղղակի sense խոհեմ ձևով նայեմ տեսնեմ ինչ տաղանդ ինքը ունի ուղղակի իրան օգնեմ որ ինքը այդ առումով բացվի հա ու ոչ մի Այապրես։ օրինակ ես ասենք միշտ ֆուտբոլ եմ սիրել կոնկրետ օրինակ վերեմ հա ու երեխուս տարա ֆուտբոլի որ ասենք ֆուտբոլիստ դառնա 1, 2, 3 պարապմունքներին մասնակցելուց հետո որ ես տեսա ինքը ինչքան անհավես է ու ինքն էլ sense շատ ու համեստ երեխա է էլի ու տենց կանչեցի հետը խոսացի ու ինքը ինձ ասաց որ չէ որ յանի ուզում ես գալիս եմ բայց ես չեմ սիրում հենց այդ օրը հանեցի իրան հա հետո բասկետբոլ դա էլ իրա ցանկությունն էր բասկետբոլն էլ ոնց հասկացանք այդքան չստացվեց մոտը հիմա ջյուդո ու բոքսի է գնում ու ասենք այնքան լավ է իրա մոտ ստացվում ու որ օրերն է հաշվում երբ հայել իր այդ պարապելու օրը գալու ու տենց այդ մի հատ ուղակի սպորտի հետ կապված բայց կյանքի բոլոր ասպարեզներում հենց այդ ձև են կան ուղակի սպասում ենք տեսնենք բացվի իր այդ տաղանդը ինքը ինչի հետ կապված սեր ունի անվերնով հետաքրքիր խոսք կա որ ասում է պետքա բան անես հա հետևես քո այն ամենաբարձր excitement-ը էլի այսինքն պետքա տեսնես ամենաշատը ինչն է քեզ գրավում Ձգում։ ձգում հա հա հետևեք դրան, Համամիտ եմ։ էլի նայեք տեսեք, ասենք, այսինքն կարող է 3-4 բան ցանկանա, բայց որն այն ամենամեծ ցանկությունը իր մոտ առաջացնում, ոնց որ այդ ստավկեն դրեք դրա վրան, էլի, ինչքան ներդրում կարողանում եք ժամանակային, ֆինանսական, էներգետիկ, դրեք հենց այդ ամենայդ բարձր ու չեք կարա Համամիտ եմ։ ստացնել։ Էլի համամիտ եմ։ Շատ դրական զրույց է ստացվում մեզ մոտ, բայց մի հատ թեմա կա, ինձ որ հետաքրքրում է, ուզում եմ մի քիչ անդրադառնանք այդ թեմային, հա, որտեղ գիտեմ հաստատ դուք օգնես ինձ մի քիչ ավելի լավ հասկանամ այդ ամեն ինչը։ Օրինակ մեր բացասական էմոցիաները, հա, իրանք Ահա, աստրալ տարածքում սենց կարանք ինչ-որ ասենք այդ սուշնիստի, չէ՞, որ ասենք էությունների տեսքով իրանց հասկանանք, այսինքն իրանք երբ որ դու բացական էմոցիա ես ապրում, ասենք տրավմա ես ապրում կամ ինչ-որ մի հատ կախվածություն ես ունենում, դու իրանց ստեղծում ես այդ ժամանակ, թե այդ էությունները, ասենք իրանք ոնց որ sense կորած թափառող էությունները, այդ ժամանակ ոնց որ բացվում ես, իրանք գալի կպնում են քեզ։ Ոնց կներկայացնես այդ process-ը ըստ քեզ։ Նիկ ջան, նայ ըստ ինձ երկու տարբերակն էլ կա։ Կա որ դու ես ստեղծում, ասենք եթե դու երկար ժամանակ խոսքի օրինակ մնում ես ինչ որ մի
բացասական կլինի վիշտ, կլինի, ասենք, ինչ որ մի այդ էմոցիաների մեջ, կարաս դու ստեղծես, ասենք, կարողա քո աուրան այնքան ուժեղ լինի, մեծ լինի, որ ոչ մի սուչնես ինքը չկարողանա մտնի։ Դաժե եթե, ասենք, խոսքի այդ պահին դու ապրում ես բացասական էներգիա, համեմատաբար կարա իջնի քո վիբրացիան, բայց все равно, ասենք, քո աուրան ինքը տենց ուժեղ մնա։ Ու այդ դեպքում կարաս դու ստեղծես երկար մնալով այդ բանում դու ստեղծում ես այդ սուշնեսը, որ ասենք սնում ես այդ քո էմոցիայով։ Իսկ կա, որ իսկապես մարդը, ասենք խոսքի օրինակ է կարող կան սուշնսներ, որ երբ որ ասենք իր վիբրացիաները շատ բարձր չեն, ամպլյուս բացասական ինքը էմոցիա է ապրում, այդ ընթացքում իր վիբրացիաները շատ ուժեղ իջնում են, ու երբ որ իր էներգետիչնի դաշտը բացվում է այդ պահին, կարա ինչ որ ասենք սուշն ես, որի վիբրացիան նույնպես համապատասխանում է քոնին այդ պահին, ինքը մտնի, բայց դա էլ պատահական չի, որտեվ եթե դու հոգևոր աչքերով ես նայում, ինքն էլ է քո ուսուցիչը։ Հասկացա։ Այսինքն, գիտես, դրանից պետք չի վախենալ։ Ուղղակի դա սա, որ դու հասկանաս, որ պետքա քո վիբրացիաները բարձրացնես, այսինքն շատ երկար չմնաս էլի այդ բացասական ապրումների մեջ։ Լավ, իսկ ասենք արդեն եղել է այդ դեպքը, ու դու ընթացքում խոսքով քեզ բուժեցիր, վիբրացիաներդ բարձրացրեցի, այդ սուշնեսի հետ ինչ ա լինում, ինքն էլ է քո հետ բարձրանում, թե արդեն ուղղակի ինքը տեղ չի ունենում այդ տարածքում ու Նա եթե դու քո վիբրացիաները բարձրացնում ես, արդեն ինքը մնում է այդ վիբրացիայի վրա։ Ու ավտոմատически ոնց որ ասեք խոսքի օրինակ դուք տարբեր հարկերում եք գտնվում, ինքը քեզ չի տեսնում։ հասկացա, Այ։ հասկացա։ Մի խոսքով այդ երևույթը փոխել չկա, ինքը ուղղակի ասենք երևույթ է, որ Ինքդ քեզ ամեն ինչը քո վրա է աշխատանքը։ Նայ, այս ամեն ինչը ինչ կա, մենք ենք ստեղծել մեր մտքերով, մեր խոսքերով, մեր արարքներով, մեր էմոցիաներով։ Ու երբ որ մենք աշխատում ենք ինքներս մեր վրա, այդ ամեն ինչը փոխվում է, որովհետև մենք ենք ստեղծում իրականում մեր իրականությունը։ Ուղղակի ես մեր ֆիզիկական աշխարհում մի քիչ ուշ է, ասենք, յուրաքանչյուր միտք իրականանում, յուրաքանչյուր, ասենք, որ ստեղծում ենք մեր մտքերով, ինքը ժամանակ, ասենք, կարա լինի 10 տարի, 20 տարի, բայց եթե մարդու վիբրացիան բարձր է, կարա սրազу ինքը ստանա իր մտքերը, ասենք, խոսքի հիմա մտածեց, վարքյանական կամ ասենք մի քանի րոպե հետո դա իրականանում է։ Դա նույնպես կա։ մանավանդ հիմա, չէ՞, այս վերջի տարիներին շատ է արագացել այդ մանիֆեստացիայի ուժը։ Ոչ թե մանիֆեստացիայի ուժն է, այլ մեր գիտակցությունն է ավելի լայնացել ու բարձրացել, որովհետև հիմա շատ հզոր էներգիաներ են գալիս մեր մայր մոլորակը ու ավտոմատически մեր վիբրացիաները բարձրանում են։ Մեր ֆիզիկական մարմինը հիմա տրանսֆորմացիայի մեջ է, ինքը մուտացիայի է ենթարկվում ներկա պահին բոլորինս, Հմ, որովհետև ասենք պատկերացրա հիմա մի 150 տարի առաջ մարդը, որ ապրել է, այս ներկա պահին վիբրացիաների իր մարմինը չի դիմանա։ Եթե բերենք, ասենք հիմա անցյալից մեկին բերենք, իր հմ, մարմինը այս վիբրացիաներին ուղղակի չի դիմանա, կպայթի։ Իսկ համա- մենք կամաց-կամաց տիեզերքը պատրաստում է այս մուտացիան գնում է ու սենց փոխվում է մեր ֆիզիկական մարմինը։ Օրինակ, ես չգիտեմ, շատերը արդեն նկատում են, որ իսկապես մեր ֆիզիկական մարմինը փոխվում է։ Ես հիմա տեսնում եմ 60-70 տարեկան մարդիկ, որոնք ասենք, որ նայես իրանց դեմքին, կկարծես 35-40 տարեկան են։ հաստատ, հենց դա-ի նկատի ունեի, էլի, Մերի ջան, որ էներգիաներն այնքան արագացել, որ թե ուզածը, Ի վիբրացիաների արագությունից է, այ, որովհետև ինչքան վիբրացիան բարձրանում է, այդքան ժամանակը ավելի արագանում է։ այ, այ, Մենք հիմա իրականում 24 ժամ չենք ապրում, այդ 24 ժամը իլյուզիա է։ ինչի նկատի ունեի, որ թե քո ուզածները, թե քո վախերը շատ ավելի արագ է հիմա դառնում իրականություն, քան թե ասենք դաժե մի քանի տարի առաջ էր, էլի, ես ինքս իմ վրա էլ եմ այդ ամեն ինչը Համամիտ եմ։ դրա համար էլ ես ինչքան կարողանում եմ միշտ խորհուրդ եմ տալի, որ ինչքան կարակ գիտակցաբար վախեցեք։ Որովհետև եթե տարիներ առաջ, ասենք, մեր ծնողները օրինակի համար, ասենք կարային նստեին բացասական, չէ, ասենք Հա, հա։ վախ ու այդ աստիճանի շատ ազդեցություն չդառնար այս ֆիզիկական իրականության վրա, հիմա ժամանակները փոխվել է։ Հիմա այդ ձեր վախերը, ձեր նեգատիվությունը շատ ավելի արագ է իրականություն դառնում, էլի, ու ինչքան կարակ
մենակ բազեցիվ։ Հենց որ բռնում եք ձեզ այդ բացասական մտքի վրա, ձեզ վերցրեք հետ բերեք, մի թողեք, վախեցեք վախենալու մտքերից, հա, բացասական մտքերից, հենց ասեմ։ Հենց որ զգում եք բացասական մտքեր ունեք, միանգամից ձեզ վերցրեք հետ բերեք, որտեղ դրանք շատ արագ իրականություն են դառնալու ձեզ համար։ Հա, ու ժամանակը հիմա ավելի արագանում է, ու ասենք, ինչքան վիբրացիան բարձրանա, այդքան ավելի արագ է մեր մտքերը իրականանալու։ Օրինակ, աստրալ տարածաչափությունում վայրկյանական դու մտածեցիր, դա իրականություն է դառնում։ Ասենք հիմա, եթե դու վայրկյանական ասում ես լուսնի մասին, դու հայտնվում ես վայրկյանական լուսնի վրա։ Ու Այո, կամաց-կամաց մեր մոլորակը նույնպես գալիս է այդ ուռվնյային, որ ասենք արագանում է այդ ընթացքը մեր մտքերի իրականություն դառնալա։ Դրա համար խորհուրդ եմ տալի բոլորին, ինչքան հնարավոր է դրական մտածեք, թե ձեր մասին, թե ուրիշների, որովհետև ամեն ինչը իրականանում է շատ արագ ու ավելի արագանալու է այս մի քանի տարիների ընթացքում։ Դրա համար ես ասում եմ, դաժե եթե բացասական միտքը գալիս է, այդ պահին քեզի բռնեցիր, ճիշտ դրա հակառակը մտածի։ Պետք չի վախենալ, ասենք վախը որ վատ բան է, չէ, վախը նույնպես ուսուցիչ է։ Ինքը քեզի ոնց է տրինաժորի զալ ես գնում, չէ։ Դու սովորում ես չվախենալ։ Այդպես պետքա նայես, այսինքն դրական կողմով պետքա նայես, ոչ թե աման բացասական միտք եկավ, ինչ վախենաս ավելի, չէ, չէ։ Եկավ լավ արեց, հիմա ես դրա ճիշտ հակառակը կմտածեմ։ հաստատ ու որ sense մի քիչ ավելի խորանանք այդ մտքերը ոնց են գալի մեր անցյալի փորձառությունները այսինքն բացասական հա չստացված կարելի է ասել փորձառությունները վերցնում sense անալիզ ենք անում ոնց որ project ենք անում այսինքն պատկերացնում ենք որ ապագան այդ ձև կարա լինի հա ու Հմ, դրա համար ես որ ասում եմ COVID-ը շատ դրական երևույթ էր մարդկության համար, որովհետև COVID-ը եկավ ինչ արեց։ Երկու շատ հետաքրքիր բան մարդկանց սովորացրեց։ Առաջինը, ով որ COVID-ով հիվանդացել է, ինձանից սկսած, բոլորի մոտ այդ հիշողությունը բան է, մշուշոտ է դարել, արդեն այդքան վառ ու պայծառ չի, հա, այսինքն այդ հնում եղած փորձերը այդքան վառ չենք հիշում թե հմ, տրավմաների մասին է Աստանոյի խոսքը ու հետո COVID-ը ցույց տվեց որ ոչ մի բանի վրա գառանցած չկա ես մինչև COVID-ը sense կոնկրետ ծրագրով ինչ որ այդեն գերմանական է կարելի է ասել այսքան աշխատում այսքան հետ ենք գցում կնոջս այդ ինչ որ թոշակի ծրագրեր ունենք այս ունենք այն ունենք COVID-ը եկավ այդ ամեն ինչը sense վերացրեց ու դրանից հետո մեզ սովորացրեց ամեն օրով ապրել այսինքն էլ մենք հմ, չունենք անցյալի վատ հիշողությունները, որը որ կարանք sense բռնենք փաթաթենք ապագայի վրա, ըստ դրա ապագան հմ, ապրենք, պլյուս արդեն ապագայի վրա գառնցած չկա, դրա համար սկսեցինք առօրյայով ապրել, իսկ առօրյան ինքը բավականին հեշտ ու գեղեցիկ է, մերի ջան։ Բոլոր մեր իհարկե։ վախերը ապագայի հետ է կապված։ Նու բոլոր որն է, հա, կարա լինի ինչ որ ասենք 1000-ից մեկ մի հատ օր, որտեղ որ լավ, ինքը բացասական օր է, ծանր օր է, այդտեղ կա վախեր, բայց ընդհանուր օր վերցնում ես 90+% մեր վախերը, սա կախված է վաղվա վրա, հա։ Իսկ եթե մենք ընդունենք, որ վաղը չկա, մենակ կա այսօր, որտեղ միակ ժամանակը որ իրականում կա, այդ այսօրն է, չէ՞, մերի Դա ջան։ ներկան է, այ ապրես, դա միայն ներկան է։ Հիման ու այստեղը։ Իսկ հիման ու այստեղը նայեք տեսեք ինչքան գեղեցիկ է, հա, եթե հիմա դուք առողջ եք, եթե հիմա ունեք այսօրվա ձեզ ծախսելու գումար, սենց ասեմ, հա, ամեն ինչ լավ է ձեզ համար, պետք չի վաղվա համար մտածեք, վաղը Աստված կտա, հա, վաղը լավ կլինի։ Ու իրոք որ նայում ես նույն այդ վախերով ապրած մարդկանց, հա, մի հատ հարցր է, ասենք 5-10 տարի առաջ ինչ վախեր եք ունեցել այսօրվա հետ կապված, բայց այսօր ինչքան լավ է։ Այդ վախերի գոնե 90%-ը երբեք չի իրականանում։ Բայց ամեն անգամ վախենալուց դու ասենց 100%-անոց էներգիա ես տալի, այնքան էներգիա ես տալի, ոնց որ այդ իրականում պետքա իրականանար։ Եկեք չվախենանք, էլի պահենք, Հմ, այդ ռացիոնալ ուղեղը պահենք, ես չեմ ասում, ասենք սենց այդ ուղեղը դնենք միան տրամաբանությունը ու պրոստը թիթեռի պես ապրենք։ Դրա մասին չի խոսքս։ Ուղղակի ինչքան կարանք քիչ վախենանք, էլի։ Դե գիտես, վախը ինչից է գալիս, ասենք գալիս է, երբ որ մենք չենք վստահում կյանքին, չենք վստահում Աստծուն, հասկանում ես, ու գալիս է Հավանաբար վախերը։ Իսկ երբ որ դու վստահում ես, որ ամեն ինչ կատարվում է, դա քո աճի, քո լավի համար է, այդ ժամանակ փոխվում է քո ենթագիտակցության մեջ ծրագրաման, դու ամեն սիտուացիայում հասկանում ես, որ դա քեզ համար դաս է, ասենք քո աճի համար, դու ունես սովորելու ինչ որ մի բան այդ սիտուացիայում։
ասենք որպիսի չկարչես մարդկանցից, օրինակ, չկարչես սիտուացիայից, չկարչես, ասենք, շատ բաներից։ Ամեն ինչը դաս է, որովհետև իրականում այս մոլորակը դպրոց է, ու մենք բոլորս ստեղ սովորում ենք։ Այո, Իսկ COVID-ը ինքը շատ հզոր էներգիա էր, շատ գիտակից, որ եկավ մարդկանց օգնի մարդկությանը։ Այն մարդկանց հոգիները, որոնք որոշել էին շարունակեին այս ճանապարհորդությունը այս նոր էներգիաներով, իրանց ոնց որ обновлять արեց, այդ միզաժուղ արեց իրանց ֆիզիկական մարմնի մեջ, ովքեր որ կարճեցին հին էներգիաներից ու հին պրոգրամաներից, իրանք դրա համար լքեցին, ոնց որ իրանց օգնեց, որ իրանք լքեն այս մոլորակը ու վերածնվեն նոր մարմիններով, որը համապատասխան է այս նոր էներգիաներին։ այո, Իսկ այն ովքեր, որ ում հոգիները, որ ասենք, պատրաստ էին այս փոփոխություններին, իրանք ընկնելով COVID, ուղղակի այդ ապնավլենի եղավ ծրագրամաները բոլոր մեր ֆիզիկական մարմնի մեջ, ու ասենք շարունակեցին այս նոր էներգիաներով ապրելը ու ստանալ լցվել այս նոր էներգիաներով, որ հիմա կատարվում է մեր ֆիզիկական մարմնում։ հաստատ։ Մյուս բանը, որ իմ հետ փոխվեց շատ, չգիտեմ, COVID-ն էր, թե ուղղակի այտենց համընկավ, հա, այդ մեդիտացիաներն ու այդ մնացած ամեն ինչը, իմ միտքը երբեք չէր կանգնում, Մերի ջան, ասենք միշտ Հենց էտա, էդի ուղեղի միջամտումն է, հենց էտա։ Թիմը բացարձակ այդ տիպի բան չկա։ Եթե կա էլ այնքան ինքը հերվից է գալի, դա չի խանգարում ինձ հասկանում ես, իսկ առաջ շատ վառ էր այդ ամեն ինչը, այսինքն ես ապրում եի այդ մտքումս էլի, ոչ թե այս առօրյայում։ Այս առօրյան ասացիդ պես ենթագիտակցաբար էի ապրում, իսկ իմ առօրյան անցնում էր իմ մտքում։ Իսկ հիմա այդ մտքի այդ ձայները թուլացել է ու եթե խոսում ենք, որ 95%-ը ենթագիտակցաբար էինք ապրում, ըստ իս հիմա գոնե կրկնապատկվել է գիտակցաբար ապրելը իմ համար գոնե ասեմ, հա։ Գոնե 10 Մгм, մгм։ կարելի ասել առօրյայում գիտակցաբար եմ, այսինքն մտքերը իրոք գալիս է ներսից, ասենք, ես չեմ թողնում, որ, չգիտեմ, սովորության համաձայն կամ էմոցիաներից դրդված ինչ-որ մտքեր արտահայտեմ, հա, ռեակտ անեմ, սենց ասեմ։ Ամեն ինչը գիտակցաբար ես պլանավորելով ասում եմ, անում եմ, կյանքս էլ հենց ձևով ապրում եմ, էլի։ Իրականում գիտես ոնց է Նիկ ջան, մտքերը մեզ չեն պատկանում։ Մենք ոնց որ պրյոմնիկ լինենք Մгм, ու որ վիբրացիայի վրա, որ ներկա պահին դու գտնվում ես, մгм, այդ կանալից էլ ստանում ես, ասենք, մտքերը։ Այսինքն ոնց որ ռադիո ես դու, այդ պրյոմնիկն ես, ու ստանում ես, ասենք, քեզ համապատասխան մտքերը։ Հիմա եթե դու գտնվում ես սիրո, ուրախության, երջանկության, էներգիայի վիբրացիաների վրա, դու երբեք չես կարա ընկնես բացասական կանալի վրա։ հաստատ, Այսինքն ամեն ինչը գալիս է էլի քո վիբրացիաներից ներկայում, ինչ վիբրացիայի վրա ես գտնվում։ Կլինի դա վախերը, կլինի բացասական մտքերը։ Դրա համար ես բոլորին խորհուրդ եմ տալիս, իմ աշակերտներին էլ միշտ ասենք, եթե իրանց արդեն սովորություն է դարձել, օրվա մեջ հենց հիշում եք, ուղղակի կենտրոնացեք ձեր շնչառության վրա, լսեք ուղղակի ձեր շնչառությունը։ Դա օգնում է, որպեսզի ձեր գիտակցությունը պահեք ներկայում, հիմա եւ այս գիտակից ապրեք։ հաստատ, հաստատ։ Շատ, շատ, շատ հետաքրքիր էր Մերի ջան, շնորհակալ եմ շատ քեզանից։ Սիրով Վստահ քեզանից եմ, եմ շնորհակալ եմ, հարազատ ես։ վստահ եմ մինչև հոկտեմբեր, եւս մեկ անգամ գոնե բան կանենք, հա, ոդքասթ կանենք մեկ կամ երկու անգամ։ Ահա, անպայման։ Իրոք շատ հետաքրքիր է այս թեմաները, վստահ եմ հանդիսատեսին էլ, հա, ագին հետաքրքիր կլինի։ Ապրես շատ քո ժամանակի համար, շնորհակալ եմ։ Մեծ սիրով, Նիկ ջան, դու գիտես, ես իսկապես մեծ սիրով, ասենք իմ փորձերը, այն ամենը, ինչը որ ես ճանապարհ անցել եմ, կիսվում եմ ու ցանկանում եմ, որ ինչքան հնարավոր է շատ մարդիկ փորձեն, թող չհիմնվեն իմ փորձի վրա, այլ ստանան իրանց անձնական փորձը ու կտեսնեն, որ ինչպես է իրանց կյանքը փոխվում դեպի լավին։ Ու ինչքան շատ մարդ բարձրացնի իր վիբրացիաները, ես այդքան ավելի ուրախանում եմ։ Այո, այո, այո։ Լավ, շնորհակալ եմ շատ եւս մեկ անգամ, քեզ լավ օր Մերի ջան։ Սիրով հարազատս, քեզ նույնպես շատ շնորհակալություն։ Հաջող Հաջողություն, Նիկ ջան, շնորհակալություն։